Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, ըստ էության, որ եկել է Հայաստան, բենզինը եւ դիզելային վառելիքը, հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով եւ գործարար միջավայրը, այդ թվում նաեւ իրենք են մեզ երկար ցանկ տվել եւ մենք իրենց եւ գործարար միջավայրը կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կարձագանքի։ Հիմա ինչն է պատճառը։ Պատճառները տարբեր են, սկսած նրանից, որ շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան իրենց համար, այնպես էլ իրենց շուկան մեր համար, եւ սրա համար իմ կարծիքով պետք է ժամանակ եւ դա այնպիսի գործընթաց է, որը ավելի շատ բնականաբար գտնվում է մասնավոր հատվածի դաշտում։ Պետությունը ստեղծում է պայման, քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհի բացվելով, երկաթուղու գործելով եւ այլն։ Հիմա մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չի։ Օրինակ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա ու կլինի դա մի քանի տարի անց ակնհայտ է, չէ։ Երկրորդը ես նկատում եմ թրիփի գործարկումը։ Մինչև այդ իհարկե կարող է նաև այլ գործիքակազմել աշխատի կամ ուղիղ հաղորդակցություն ճանապարհների, չնայած մենք բացել ենք, դեռևս օրինակ իրենք չեն օգտվում մեր ճանապարհներից, որովհետեւ ապրանք Հայաստանի միջոցով ընդհանենք տանենք Թուրքիա կամ հակառակը։ Այնպես որ սա մի գործընթաց է, որը ժամանակատար է, բարդ է։ Դեզանից ոչ մեկ 2 տարի առաջ, այսինքն 2 տարի առաջ, երբ որ բոլորը խոսում էին նրա մասին, որ կարող է լինի ամեն պահի կարող է լինի պատերազմ, հիմա բոլորը խոսում են նրա մասին, թե ինչի օրինակ այս կամ այն ապրանքը չի վաճառվում կամ դեռ չի վաճառվել, ես կարծում եմ, որ սա արդեն շատ լավ է, որովհետև ես շատ լավ հիշում եմ 2 տարի առաջ, երբ որ նշանակվում էի նախարար, հիմնական խոսակցությունը նրա մասին էր, թե կլինի օրինակ նոր հարձակում, թե չի լինի։ Իսկ հիմա հիմնական խոսակցությունը նրա մասին է, որ ինչ ապրանքը հնարավոր է վաճառել կամ չվաճառել եւ բենզինի գինը ենթադրենք ինչքանով իջավ կամ չիջավ։ Ես կարծում եմ պատերազմից խաղաղության խոսակցությունը արդեն իսկ ֆանտաստիկ է, խաղաղության օգուտների մասին խոսակցությունը շատ լավ խոսակցություն է եւ բնականաբար պետք է ավելացնենք, որպեսզի մաքսիմալ շատ օգուտներ ունենանք։ Նշեցիք ժամանակի անհրաժեշտ, կնշեք մոտավորապես գոնե ինչքան ժամանակ, որովհետև հարաբերություններն արդեն անվանվում են երկկողմ հարաբերություններ։ Այո, երկկողմ հարաբերություններ կան, որովհետև ես նորից եմ կրկնում, ամեն ինչ մենք չպետք է թերագնահատենք այն ինչ որ մենք ունենք։ Ամենամեծ արդյունքը նա է, որ այսօր պատերազմի հավանականությունը մոտեցված է 0-ի, այնինչ 2 տարի առաջ դա շատ բարձր էր։ Եվ այսօր մենք խոսում ենք խաղաղության մասին արդեն, եւ նաեւ այդ խաղաղության արդյունքը դուք տեսել եք մեր տարբեր որոշումներում, այդ թվում են օրենսդրական որոշումներում եւ այսպես շարունակ, եւ արդյունքները դրանք կտեսնենք, որովհետեւ 1 տարի առաջ ոչ մեկ չէր պատկերացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը առևտուր կանեն։ Դուք էլ չէիք պատկերացնում։ Հետևաբար այդ ամեն ինչի համար պետք է ժամանակ եւ որովհետեւ դրանք երկարատև բարդ